Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Քաղաքական դաշտում շարունակում են քննարկումների կենտրոնում մնալ, ինչպես Գագիկ Ծառուկյանի կալանավորման շուրջ զարգացումներն, այնպես էլ նոր ձևավորվող խորհրդարանի աշխատանքը։ Այս թեմաների շուրջ էլ զրուցելու են քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյանը, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ընդդիմությունը որակում է քաղաքական հետապնդում։ Ինչպես կարծիք եք այս մեղադրանքներին։ Քաղաքական հետապնդում իհարկե ձևակերպման հետ համաձայն չեմ, նախ որովհետև պարոն Ծառուկյանը մշտապես իր գործունեությունը, բիզնես գործունեությունը ցան համար է օգտագործել քաղաքականությունը եւ երկրորդ, եթե տակը ոչինչ չլիներ, այսինքն պարզվի որ պարոն Ծառուկյանը ոչի մի բանում մեղավոր չէ, նրան մեղսագրվող արարքները մտածածին են, կարող ենք հետո նման եզրահանգման գալ, բայց այժմ մենք ունենք տարբեր հաղորդագրություններ մեր իրավապահ համակարգից, այդ թվում շորթում, փողերի լվացում եւ այլ հոդվածներով է անցնում պարոն Ծառուկյանը եւ այժմ նման գնահատական տալը հեչ տեղին չէ։ Տեսեք, մեկ այլ գնահատական էլ կա, որ օրինակ իշխանությունը, այսպես ասած, պատժում է Գագիկ Ծառուկյանին, որ նա որոշեց մասնակցել ընտրություններին, որովհետև ինչու է դեպքում հենց ընտրություններից հետո ընտրական շրջանում սկսեցին այդ զգուշացումները, ուղերձները ուղղված Ծառուկյանին, դրանից հետո արդեն եղան բուն գործողությունները։ Ես չեմ ուզում մտածել, որ դուք կարծում եք, որ վարչապետի հայտարարությունները նախընտրական շրջանում դրանք ուղղակի հայտարարություններ էին եւ հայտարարությունից հետո նոր ինչ որ հետաքննություն է եղել, նախաքննություն է եղել, գործեր են հարուցվել, այդպես չէ։ Այսինքն այդ հայտարարությունների տակ արդեն իսկ գոյություն ունեցող տարբեր իրողություններ են եղել եւ այժմ էլ ես վստահ եմ, որ տարբեր մարդկանց հետ կապված տարբեր ուրեմն գործեր կան մեծ հաշվով կամ կասկածներ կան, սակայն դրանց մասին չի հայտարարվում, մինչև չի լինում որևէ ապացուցելիության շեմ չի հաղթահարվում։ Եվ ես չեմ ուզում, որ մենք հիմա խառնվենք այդ նախաքննական գործերին, ես օրինակ ինքս որևէ բան ավել չգիտեմ, քան այն, ինչ հրապարակվել է, այնպես որ ինչ վերաբերում օրինակ որսի հետ կապված, ապօրինի որսի հետ կապված գործին, ես ինքս էլ ինչ որ տենց դրվագ եմ տեսել տարբեր սոցիալական ցանցերում, որ Ծառուկյանն ասում է, որ այս բոլոր կենթանիներին ինքն է սատկացրել, հա, օրինակ ինքը իր մասին արդեն իսկ հաղորդում տվել է։ Բայց նոր չի որ ասում է այդ մասին։ Բայց պատկերացնում եք, չէ՞ որ ինչ որ մի լուր լինում է որևէ հանցագործության մասին, այտենց մի անգամից մի վայրկյանում դրա մասին չի հայտարարվում։ Նախաքննական մարմինը աշխատում է, ապացուցիչների որոշակի հավաքագրման փուլ կա, հետո նոր արդեն երբ որ որոշակի շեմ հաղթահարվում է ապացույցների, նոր արդեն մենք իմանում ենք դրա մասին եւ վստահ եմ հիմա էլ տարբեր մարդկանց մասին տարբեր լուրեր կան, շատ դեպքերում անգամ մարդիկ ասում են, որ ուշացած է այդ արդարադատությունը, ասում են, որ ինչի պետք է այսինչ մարդը քաղաքականությամբ զբաղվի, այնինչ մարդը իր փողերը վայելի, չգիտեմ, Սարյանում նստի գինի վայելի, չէ՞ որ մենք գիտենք, որ այս մարդը այսինչ հանցագործությունն է արել, ապօրինի է հարստացել եւ այլն, բայց ինչու այդ նույն ինֆորմացիայի պահին, որը համակարգը չի արձագանքում, հայտարարություններ չեն լինում, որևէ մեկին չեն ձերբակալում, որովհետեւ ասել է մի բան է, բայց ապացուցել է մի այլ բան է, չէ՞, չեն կարող համատարած բոլորի դեմ գործեր հարուցվեն եւ հետո բա։ Բայց այդ առյուծների մասին օրինակ հաստատ վաղուց բոլորը գիտեին։ Այդ առյուծների շատ քննարկվեց նաեւ առյուծներից մեկի քնեցումից հետո չզարթնելը եւ այլն։ Այսինքն, այստեղ տարբեր նրբերանգներ կան, որ օրինակ արդեն մի քանի օր է դրանք քննարկվում են։ Քննարկվում է նաեւ այն հարցը, որ այ ասում են, տեսակ թե ինչպիսի ուժ կիրառվեց 70-ամյա Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանն այսօր անդրադարձավ եւ արձանագրեց, որ իրավապահների կողմից կիրառվել է անհամաչափ ուժ։ Ինչ գնահատական ունի իշխանությունը այդ արձանագրումների վերաբերյալ։ Համակարգը տեղում իրավապահները տեղում կողմնորոշվում են, ինչպիսին պետք է լինի, օրինակ, բերման ենթարկելու ձևը։ Եթե նրանք անցել են իրենց լիազորությունները, շատ լավ, դրա մասին առանձին քննարկում, բայց եթե նրանք ունեն
այդ իրավունքը եւ կիրառել են այդ միջոցը, ուրեմն այդ պահին այդպես են կողմնորոշվել։ Ես այնտեղ չեմ եղել, ես հարցեր չեմ տվել իրավապահ համակարգի, հա, պատասխանատու անձանց։ Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, բայց ես գիտեմ մի բան, որ ուժային համակարգը իրավունք ունի ուժ կիրառելու եւ համաչափության հետ կապված հարցը, եթե անհամաչափ է, դա արդեն այլ հարց է, բայց ես որևէ անհամաչափություն չեմ տեսել եւ չգիտեմ ինչու են այդ միջոցը կիրառել։ Կարող է ծառայական քննություն իրականացվել, պարզել, ցանկացած դեպքում այո, եւ դուք նաեւ տարբեր միջադեպերի հետ կապված տեսնում եք, որ ծառայական քննություններ են լինում եւ հետո որոշ նաեւ աշխատակիցներ որևէ պատասխանատվության են ենթարկվում, եթե դրա անհրաժեշտությունը լինում է։ Այսինքն համակարգում կա մեխանիզմներ խնդիրները լուծելու եւ ես չեմ որ պետք է գնահատական տամ համակարգի ուրեմն ուժի կիրառման, հա, համաչափության հետ կապված, գիտեմ որ ունեն դրա իրավունքը, թե ինչու են այդպես կողմնորոշվել այդ պահին, ես չեմ կարող պատասխանել։ Տիկին Հակոբյան, իշխանությունը պնդում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց կարծում եք հասարակության մոտ համոզիչ են այն փաստարկները, որ սա իրոք իրավական գործընթաց է, ոչ թե քաղաքական։ Ինչպես պետք է անել, որպեսզի այդ որ սա ոչ թե քաղաքական է, այլ իրավական, այլ համոզիչ լինի։ Համոզիչը արդեն դատարանում քննվող գործերը կլինեն եւ մեղադրական օրինակ եզրակացությունը կլինի միանշանակ միջև այդ չենք կարող ոչինչ ասել, բայց այն որ ոչինչ չունեցող անհատը կարող է մի օրում դառնալ խոշոր այդպես կալվածքատեր, հա, սարի գլխին տներ, տարբեր բիզնեսներ, տարբեր ունեցվածքներ լինելով, հա, օրինակ սկզբում չեմ մանր ինչ որ բիզնեսից է սկսել, այդ քաղաքականության մեջ է տևական ժամանակ եղել։ Ես ինձ ինչ հիշում եմ, Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ է։ Ոնց է այդպես հարստացել։ Տարբեր հետո տեսանք, որ նաև Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հետ կապված մի դրվագ տեսանք, որով նաև գործ է հարուցվել, հա, գործարարների հետ կապված, որ առևտրի կենտրոն պետք է ստեղծեին այդ շորթման ինչ որ ինչքան գիտեմ, հա, այդ հոդվածով է գործ հարուցվել եւ դեսպանը խոսեց դրա մասին, այսինքն ոչինչ չէր եղել եւ հանկարծ որոշեցին, որ պետք է Ծառուկյանը որևէ բանի համար պատասխանատվության ենթարկվի։ Մի անեկդոտ կա։ Երեխան գալիս է ասում է մամ, ինձ դրսում ասում է Ռոբերտ Քոչարյան լացելով, մաման ասում է դու բան չէիր արել, քեզ ասեցին Ռոբերտ Քոչարյան։ Հիմա իրենցն է, իրենք բան չէին արել, հանկարծ իրավապահ համակարգը գնաց իրենց հետևից։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կամ բազմաթիվ հարյուրավոր ակտիվ քաղաքական գործիչներ, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ։ Ինչու բոլորի հանդեպ գործ չի հարուցվում, եթե այդ ֆիլտրը ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելն է։ Ինչու է որոշ մարդկանց դեմ գործեր հարուցվում, որոշների ոչ։ Իսկ կարող է, որովհետև այդ որոշներն են օրինակ քրեական օրենսգրքով նկարագրված արարքներ գործում։ Թե այն մնացած ում հանդեպ գործ չի հարուցվում, նրանք բավարար ընդդիմադիր չեն։ Ես այդպես չեմ կարծում։ Լավ, գալով նոր խորհրդարանին, ընդդիմությունը ըստ էության այս շաբաթ հայտարարեց, որ որոշել են վերցնել մանդատները եւ համարելով, որ առհասարակ մանդատը քաղաքական գործիք է, ոչ թե իշխանության լեգիտիմացման միջոց։ Համաձայն եք այդ գնահատականի հետ։ Ուժերը կարող են ընդունել ընտրության արդյունքները, եթե վերցնում են մանդատ, որտեղ մանդատ վերցնելով դու ընդունում ես, հա, ընտրության արդյունքը, որտեղ դու ընդունում ես, որ դու պետք է ունենաս 10 մանդատ։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը ընդունել է, որ իրենք պետք է ունենան 10 մանդատ, ընդունել են ընտրության արդյունքները, վերջ։ Այդ ուղղակի արդարացում է իրենց ընտրողների առաջ, իսկ պետք չէ զարմանալ, թե ինչու են նրանց ընտրողները քննադատում իրենց, որ նրանք մանդատ են վերցրել, որովհետև նրանք մտել են ընտրապայքարի մեջ ասելով, որ Հայաստանը կործանվում է, որ Հայաստան են գալու 100,000-ավոր ադրբեջանցիներ, որ մենք հեսա մեր դեմքը, ինքնությունը, ամեն ինչը կորցնելու ենք, պետությունը կորցնելու ենք։ Հիմա նրանց ընտրողներն ասում են, բա այս ապոկալիպտիկ իրավիճակում դուք գնում եք խորհրդարան, որ ինչ անեք, բա դուք պետք է հայրենիք փրկեիք։ Այդ ձեր ընդդիմադիր աթոռներին նստած լինելով, դուք ինչ օգուտ եք տալու, դուք իշխանություն չունեք, դուք մեզ հավաստիացրել եք, որ դուք գալիս եք Հայաստան փրկեք, հիմա հայտարարում եք, որ ընտրությունները կեղծված են ու գնում եք նստում եք ընդդիմադիր աթոռներին, դրա համար է հասարակությունը այդպես սուր արձագանքում, թե չէ մշտապես նորմալ է, որ մի ուշ, մի օր էլ մենք կլինենք ընդդիմադիրների աթոռներին, հա, եթե քաղաքացիները որոշեն ձայն տան այլ ուժի ավելի շատ
նորմալ է որ մի օր լինես ընդդիմություն, մի օր լինես իշխանություն։ Հիմա այս մարդիկ ուղղակի ամեն ինչ շատ են ծայրահեղ դարձրել եւ հիմա պետք չի որ զարմանան։ Ինչ վերաբերում է նրանց փողոցային պայքարին, այս ընդդիմադիր ուժերը փողոցային պայքարը խորհրդարանում աջակցելու է իրենց արտախորհրդարանական գործունեությանը, ըստ էության եւ փողոցային պայքարին։ Ինչով։ Ասում են որ պահագա մենք իմպիչմենթի ինչ որ թուղթ տանենք, հա, դրա համար։ Եվ իրենք այս վերջի շրջանում ինչ որ նման գործընթաց սկսել էին, չէ՞, իմպիչմենթի։ Եվ հույս ունեին, որ քաղաքացիական պայմանագիրը հեսա գոնե մի ձայն նրանք ունեցան, անգամ իրենց բոլոր ընդդիմադիրների ձայները չունեցան։ Դա ընդհանրապես արդարացում է։ Նրանց պետք էր մանդատ, նրանց պետք էր այո ուղիղ մանդատ, որովհետև այս ակտիվ քաղաքականության մեջ լինելը իրենց ալիբի է տալիս։ Իրենք ասում են մենք հետապնդվում ենք, որովհետև մենք ընդդիմադիր քաղաքական գործիչներ ենք, ընդդիմադիր падգամավորներ ենք։ Այնինչ իրականությունը այլ է։ Ամեն ինչ անում են, հետո երբ որ մտնում են քաղաքականություն անպայման, որովհետեւ ասես է քաղաքական հետապնդում է։ Մենք Վարդան Ղուկասյանի օրինակ գիտենք, տարբեր մարդկանց օրինակներ գիտենք, որոնք ուղիղ կանգնել ասել են, որ այ հիմա ես կմտնեմ քաղաքականություն, իմ համար հանգիստ ապրում էի, բայց իրավապահ համակարգը գնացել է այդ մարդկանց հետևից, որովհետեւ որևէ արարք են գործած եղել։ Հիմա այս մարդկանց համար իրենց բիզնեսների, իրենց անձնական որևէ նախկինում գործածների համար, իրենց համար ապահով է, եթե ունենան մանդատ։ Մի բան է մանդատով լինել խորհրդարանում եւ այդպես քաղաքական իրադարձություն լինի որևէ մեկին այդ դատախազը գա եւ անձեռնմխելիությունից զրկեն, հետո նոր իր դեմ որևէ գործընթաց լինի, մի բան է, երբ որ ուղղակի հրավիրում են կամ տանում են բաժին հարցաքննելու քաղաքական իրադարձություն է դառնում։ Հիմա այսօրվա ընդդիմադիր աթոռներին նստած մարդկանց դեմ հարուցված են հարյուրավոր քրեական գործեր ընտրակաշարքի, նախընտրական շրջանում ընտրակաշարքի գործով։ Մնացած բաները չեմ ասում։ Այսօր մի քանի 100 մարդու մեղադրանքի առաջադրված ու նրանց մեծ մասը ուշադրություն ընդունել է իրեն մեղսագրվող արարքը, խոստովանական ցուցմունք է տվել։ Հիմա այս մարդիկ այս ամեն ինչի հետ առերեսվում են ու պարզ է, որ այդ բուրգը գալու է հասնելու է մինչև Կարապետյաններ, չէ՞, չի լինելու, չէ՞, որ իրենց, չգիտեմ, վայքի շտաբի պետը ենթադրենք կամ վստահված անձը Գորիսի ենթադրենք, որոշել է իր գրպանից գումար բաժանի, տենց չի, չէ՞։ Պարզը չէ, որ գնալու է բուրգը հասնելու է միջև վերջ։ Սա իրենց համար զոնտիկ է։ Ընդդիմության գնահատմամբ, ճիշտ է, իշխանափոխություն չհաջողվեց իրականացնել, բայց շատ մի կարևոր, այսպես արդյունք գրանցել են։ Դուք սահմանադրական մեծամասնություն չեք կարողացել ունենալ խորհրդարանում եւ ի տարբերություն 8-րդ գումարման խորհրդարանի, հիմա խորհրդարանում լինելու են ավելի շատ ընդդիմադիրներ եւ ավելի քիչ իշխանության ներկայացուցիչներ, համեմատած 8-րդ գումարման խորհրդարանի։ Ձեր կարծիքով դա որքանով է սահմանափակելու իշխանության նախաձեռնությունների իրականացումը։ Ես երեք լսում էի Գեգամ Մանուկյանն էր նման մի բան ասում, որ այ հիմա իրենք չեն կարողանալու սահմանադրական օրենքներ քվեարկեն, ասեմ հստակ, եւ սա ապացուցելի է, քաղաքացիական պայմանագրի խմբակցության կյանքում ոչինչ չի փոխվում այդ առումով։ Մենք սահմանադրական մեծամասնություն չունենք նաեւ 8-րդ գումարումում եւ հիմա էլ չունենք։ Մենք բայց կարողանալու ենք սահմանադրական օրենքներ քվեարկել, եթե ընդդիմությունը չաջակցի, ապա միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունով։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվում։ Ինչպես է դա տեղի ունենալու։ Դե մենք ունենք այն 2/3-ը, որը անհրաժեշտ է սահմանադրական օրենքներ քվեարկելու համար։ Մենք ունենք 2/3 նաեւ նախորդ գումարումում։ Սահմանադրական հանրաքվե եւ այլն։ Հանրաքվեն մի քիչ այլ կարգավորում է, բայց դրան առանձին անդրադառնանք, ինչ վերաբերում է մեր հավաքած քվեներին։ Մենք 2021 թվականի ընտրություններին մեծ հանրային գիտեք կոնսոլիդացիա ունեցանք եւ ելի միայնձնային իշխանություն ձևավորեցինք եւ հիմա չնայած այս տերորին մեդիա որ մեր ընտրողների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ էր ուղված, որ հեսա մսկիթ է դառնալու ծիծեռնակաբերդը, հեսա, չգիտեմ, սաֆարովները գալու են եւ մանկապարտեզներում մեր համար տեղ չի լինելու, այս ամբողջ էս մեդիա տերորին ի հեճուկս քաղաքացիները գնացին եւ մեզ տվեցին ավելի շատ քվե, քան 2021 թվականին էր։ Եվ սա շատ պարտավորեցնող է եւ շնորհակալ եմ այն քաղաքացիներին, որոնք տեր կանգնեցին խաղաղությանը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Այնպես որ
այսօր թող ինչ որ մանր բաներից են ուրախանում, ես հասկանում եմ, կարող է, չգիտեմ, մի մանդատ ավել ունեն հիմա ենթադրենք, բայց այդ մանր բաներից ուրախանալով բայց այս իրավիճակը արդյոք իշխանությանը չի ստիպելու քաղաքական համաձայնություններ ավելի շատ փնտրել ընդդիմության հետ։ Մենք քաղաքական համաձայնություն ընդդիմության հետ փնտրելու անհրաժեշտություն բացարձակ չունենք, այսինքն ինչի հետ կապված, հա, մենք կուզենանք, որ մենք ունենանք բովանդակային քննադատություն, շատ կուզենանք, որովհետև մենք այս նախորդիվ 5 տարիներին դրա կարիքը շատ-շատ զգացել ենք։ Շատ կարևոր է խորհրդարանական երկրում ընդդիմադիրի աչքով ընդդիմություն, լավ ընդդիմություն ունենալը եւ հարցերին նայել ընդդիմադիրի աչքով։ Մենք այս ընթացքում դա չենք ունեցել։ Ես ստիպված ենք եղել մենք մեզ ընդդիմություն նաեւ լինել եւ այդ աչքով նայել ամեն ինչին, որպեսզի քաղաքացին չտուժի արդյունքում։ Հիմա շատ լավ կլիներ, որ կոնստրուկտիվ լիներ մեր համագործակցությունը եւ մենք էլի վստահ եմ, մենք օգոստոսի 2-ին էլի առաջարկելու ենք, ինչպես 21 թվականին ենք առաջարկել, կոնստրուկտիվ դաշտում աշխատել, կառուցողական լինել եւ աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե նստել այդ ընդդիմադիրների աթոռներին, հետո աթոռները թողել դատարկ, հետո ուղակի աշխատավարձ ստանալ, հետո քաղաքացիները բողոքեն, որ իրենք աշխատավարձ են ստանում, հետո արդյունքում, ինչպես Հայաստան դաշինքի դեպքում եղավ, ձայները մաշեցնել, մինչեւ քոքը մաշել, այն մյուս խմբակցությունը առհասարակ օքսիդացավ գնաց։ Դեն, չգիտեմ, տարալուծվեց այլ խմբակցությունների մեջ։ Սա է արդյունքը լինելու, դրան համար լավ կլինի, որ դասեր քաղեն այս արդեն նոր խորհրդարանի падգամավորները եւ խմբակցությունները, ուժերը եւ աշխատեն հանուն Հայաստանի Հանրապետության։ Իրանք ասում են, որ իրենք այս խորհրդարանում լինելու են ավելի ակտիվ եւ հետեւողական վերահսկողություն են իրականացնելու իշխանության նկատմամբ։ Արդյոք դուք պատրաստ եք ավելի կոշտ խորհրդարանական վերահսկողության։ Մենք խնդրում ենք, որ կոշտ խորհրդարանական վերահսկողություն լինի, առհասարակ խորհրդարանական վերահսկողությունը սա կարևոր գործառույթ է խորհրդարանի եւ որևէ գործառույթ իրականացնելուն մենք կարոտ ենք եղել նախորդ խորհրդարանում, որովհետեւ մենք տեսել ենք դավաճան թուրք այս եզրույթները միայն եւ երբ որ անգամ մենք դրսում չէ պատվիրակության կազմով գնում ենք տարբեր գործողների տարբեր հանդիպումների, մեզ անհրաժեշտ է եղել որ ընդդիմությունը ներկա լինի դրան, իր ընդդիմադիր խոսքն ասի, համագործակցեն գոնե Հայաստանի շահերի հետ կապված դրսում մենք համագործակցենք իրար հետ։ Դա չի եղել։ Եղել է հայանպաստ օրինակ որևէ, հա, որոշում է կայացվել միջազգային հարթակներում օրինակ եւ ընդդիմությունը գնացել ու հակա հայ թեզեր է առաջ քաշել կամ գնացել է համոզել է պատվիրակությունին չքվեարկել Հայաստանի օկտին այդ բանաձևերին, որտեղ անգամ գերիների հետ կապված կետ կա, տարբեր հարցեր կան, հա։ Այսինքն մենք դա ենք տեսել։ Հիմա մենք ուզում ենք, որ լինի այդ խորհրդարանական վերահսկողությունը։ Մենք ուզում ենք, որ գան, աշխատեն, բոլոր գործառույթներն իրականացնեն, բայց եթե չանեն, դա իրենց գործն է։ Իդեպ հիմա էլ արդարանում են, թե ինչու պետք է իրենք պաշտոններ վերցնեն, էլի ասում են։ Կարծեմ երեք ձեր տաղավարում էր Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչն ասում էր, որ էլի որքան բարդ է պաշտոններ վերցնելը, հեշտ է ամեն ինչից հրաժարվել, ինչպես մանդատների դեպքում էին ասում, ենթադրում եմ նաև պաշտոնները կվերցնեն եւ բայց ասվում էր, որ հրաժարվել են Պարքեվավճարից, 1 դրամ աշխատավարձ է ստանելու Նարեկ Կարապետյանը։ Ինքն է բանանելու հրաժարվելու։ Ինքը մեծահարուստ մարդ է եւ կարող է ինքը հրաժարվել։ Թող չգիտեմ ընդհանրակարգը ոնց է, բայց եթե ասում էր ես ուղղելու եմ բարեգործության, դա արդեն բյուջեի կառավարում է, կներեք, դա հրաժարում չէ։ Իսկ ինչ գիտի նույն Նարեկ Կարապետյանը, ես իմ աշխատավարձի որ մասն եմ բարեգործություն անում։ Եթե դու վերցնում ես գումարը աշխատավարձը, որը հասանելիք է, ոչ մեկ չի ասում ինչ ես վերցնում։ Եթե դու վերցնում ես, դու արդեն տնօրինում ես։ Դա բարեգործություն կանես, վարկդ կմուծես, թե կգնաս ծնունդդ կանես, դա արդեն դու տնօրինում ես վերջ այդ գումարին։ Եվ ինքը միայն իր մասին էր խոսում, ոչ թե ամբողջ խմբակցության։ Տիկին Հակոբյան, ընդդիմության այն աջակիցները, որոնց մասին նաև դուք խոսեցիք, որոնք որ չեն ողջունում ընդդիմության այս որոշումը վերցնել մանդատները եւ այլն, ի պատասխան իրենց այդ աջակիցների ընդդիմությունն ասում է, այ հենց դա է ուզում իշխանությունը, որ մենք չվերցնենք այդ մանդատները եւ քանի որ իշխանությունը դա է ուզում, մենք դա չենք անելու եւ այդ հնարավորությունը չենք տալու իշխանությանը։ Այ ինչի համար եք դուք շահագրգռված, ինչի համար էիք շահագրգռված, որ ընդդիմությունը չվերցներ մանդատները կամ կար առհասարակ նման շահագրգռվածություն։ Սա էլի իրենց այդ հորինած աշխարհն է, էլի առհասարակ ընդդիմությունը տեսել եք, չէ, որ միշտ փիղ են նկարում ու ճղում են, փիղ են նկարում ու ճղում են, հա, կոկորդիլոս են ինչ որ անընդհատ քշում, չգիտեմ ինչեր են անում։ Իրենց համար ստեղծում են մի բան, իրականություն ու սկսում են դրա դեմ պայքարել։ Հիմա մենք որևէ բան չենք ասում
ուզում եք վերցրեք, չեք ուզում մի վերցրեք։ Առհասարակ իրենց քննադատում են, ասում են դուք ընդունում եք ընտրության արդյունքները։ Դուք լեգիտիմացնում եք քաղաքացիական պայմանագրի իշխանությանը, եթե վերցնում եք մանդատը։ Ես նման բաներ եմ լսել։ Հիմա ո՞րն է սրանից իրականը։ Մենք որևէ ցանկություն չունենք իրենք գան կամ չգան, բացարձակ ինձ մեկ է, մենք ունենք մեր օրակարգը, մենք ունենք մեր ծրագրերը եւ մենք մեր օրակարգով առաջ ենք շարժվելու։ Այս ճանապարհին կաջակցի ընդդիմությունը, որը իշխանության մաս է դառնում խորհրդանում, ընդդիմությունը կաջակցի հայանպաստ օրակարգի առաջ մղմանը, ապա շատ լավ, վստահ եմ քաղաքացին կգնահատի։ Չի աջակցի, մենք ունենք նախորդիվ շրջան, երբ որ աջակցություն չի եղել ու նրանք միջև քոքը մաշել են։ Սա է իրականությունը։ Իսկ ո՞րն եք դուք համարում ձեր գլխավոր մարտահրավերը, եթե կարելի այսպես ձևակերպել 9-րդ գումարման խորհրդարանում։ Մարտահրավեր ինչի հետ կապված քաղաքական զարգացումների գուցե արդեն քանի որ ակնհայտ է թե ինչպիսի պատկեր է ունենալու խորհրդարանում նկատի ունեք, ոչ թե Հայաստանի առաջ։ Ես չեմ տեսնում որևէ մարտահրավեր իրականում, որովհետև ինչ որ գլոբալ փոփոխություն չի եղել։ Տռիվներ, վեճեր եւ այլն բավականին շատ եղան։ Ցավալիորեն այո, լավ կլինի որ նման տեսարաններ քաղաքացին այլևս չտեսնի, սա նաեւ մի կողմանի չպետք է էլի ցանկություն լինի։ Ի վերջո, եթե մյուս կողմը հրահրում է, մեկ է ինչ որ մի բան ստեղծվում է, երկուստեք պետք է լինի այդ ցանկությունը որակյալ խորհրդարան ունենալու եւ ձեռքերին ազատություն չտալու, հուսամ մենք այդ փուլին չենք հասնի։ Իսկ մարտահրավերը որպես այդպեսին չեմ տեսնում նոր խորհրդանում, որովհետեւ որևէ բովանդակային փոփոխություն չի եղել, հա։ Այդ մարտիկ նույն նախկին իշխանության ինչ որ ներկայացուցիչներ են մեր էթիկայի սահմաններում մնամ կուսակցության եւ ինչ որ նոր մի բան չի եղել, էլի լավ կլինի որ բովանդակային լավ ընդդիմություն լինի եւ մեր գործը բարթացնի, մենք ավելի աչալուրջ լինենք, մենք ավելի զգոն լինենք որպես իշխանություն, շատ լավ կլինի, բայց ես վստահ եմ որ լինելու է նախորդի կրկնությունը։ Դեռևս այդ եմ տեսնում։ Մեկ ուրիշ թեմայի անցնելուց առաջ այսպես մի ճշգրտող հաս։ Առաջին նիստը 9-րդ գումարման օգոստոսի 2-ին նախատեսված։ Այո, առաջին։ Որտեղ տարբեր օրեր էր նաեւ այս օրերի նշվում։ Սահմանադրությամբ հստակ է օգոստոսի 2-ին է լինելու, չնայած կիրակի է։ Այսինքն հնարավոր է կիրակի օրը հենց նիստ Սահմանադրությունն է այդպես ասում, մենք պետք է ենթարկվենք մայր օրենքին։ Տիկին Հակոբյան, մի քանի հարց եւս այսպես Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված, որ այս օրերին դարձյալ շատ քննարկվեց։ Մի կողմից մենք տեսնում ենք, որ Մարտակոսը Եվրոպական միության այսպես բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Հայաստանից տարված ծիրանով ջեմ է պատրաստել, մուրաբա է պատրաստել եւ դրա մասին է այսպես նկարվում, գրառում անում։ Մյուս կողմից տեսնում ենք, որ Հայաստանը նորից գնում է Ռուսաստան եւ դարձյալ խոսում է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները գուցե վերականգնելու, զարգացնելու մտադրության նախաձեռնության մասին։ Սրանք արդյոք չեն հակասում մեկը մյուսին եւ քանի որ դա նաեւ մեկնաբանվեց նրանով որ հետընտրական շրջանում Հայաստանը կարծես նորից ցանկանում է գնալ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվածությունը մեղմել եւ առաջի քայլը Հայաստանն է անում։ Սա խոսում է նախ եւ առաջ դիվերսիֆիկացիոն քաղաքականության մասին, այսինքն մենք չենք պատրաստվում մի կողմի հետ մեր հարաբերությունները լավացնենք ի հաշիվ մյուսի։ Սա բոլորի հետ լավ հարաբերությունների կառուցում է ավելի բարձր մակարդակի եւ դուք նախորդի շրջանում էլ տեսած կլինեք, մենք տարբեր երկրների հետ, հա, Չինաստանից մինչեւ Միացյալ Նահանգներ, հա, մենք ավելի բարձրացրել ենք մեր հարաբերությունների կարգավիճակը, որովհետեւ մեր քաղաքականությունը այդպիսին է դիվերսիֆիկացիա, ոչ թե մեկը մյուսով փոխարինում եւ շատերի հետ փոխկախվածություն, փոխկապվածություն։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Ռուսաստան այցին, մենք անգամ նախընտրական շրջանում էր, երբ վարչապետը հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ այ կստանամ ձեր վստահությունը եւ իմ առաջի գործերից մեկը կլինի հենց Ռուսաստան այցելություն, այս արկա խնդիրների լուծում եւ խոստումը չուշացավ, վարչապետը այնտեղ էր, դուք տեսաք ինչ ներկայանալի կազմ էր հանդիպումներին եւ այո, խնդիրները պետք է լուծվեն հենց բանակցությունների միջոցով, իսկ որ խնդիրներ կան դա մենք տեսնում ենք եւ արկա է, որևէ մեկը մյուսին չի հակասում։ Երբ որ կլինի այն փուլը, երբ ինչ որ մի ուղղություն, հա, օրինակ Եվրամիության անդամակցություն, ազատ տնտեսական գոտի, ապա երբ որ արդեն փաստաթղթերով կհակասի, մենք պետք է ընտրություն կատարենք։ Հիմա ընտրություն կատարելու կարիք չկա։ Առաջացած խնդիրների պատճառով միանվագ աջակցություն է եղել Եվրամիությունից, դրանք քվոտաների հանում
նշանումն է Հայաստանի արտադրած ուրեմն արտահանվող ապրանքների շուրջ 80%-ի համար բաց է շուկան դեպի Եվրամիություն, նաև ֆինանսական աջակցություն, այդ թվում ուղիղ բյուջե, նաև որոշակի ծրագրային ուղղվածության աջակցություն, սա այն աջակցությունն է, որը կարճաժամկետ է եւ սա արկա խնդիրները, մարտահրավերները լուծելու համար է, բայց սրան զուգահեռ մենք նաև երկարաժամկետ ծրագրեր ենք անում, որպեսզի մեր արտադրողը, մեր արտահանողը կարողանա իր կարողությունները զարգացնի, իր ապրանքները հավասարեցնի, բարձրացնի մինչև այն մակարդակի, որ հետագայում եթե ունենանք որոշում դեպի Եվրամիություն, հա, այդ անդամակցելու դեպքում մեզ սիրով ընդունեն, այլ ոչ թե ասեն, այ ձեր ապրանքը չի համապատասխանում եւ այլն։ Եվ բացի դա, այս մեր կարողությունների զարգացումից շահելու է մեր քաղաքացին, որովհետև այն լավագույն ստանդարտները գիտեք, որ Եվրամիությունում են, ամեն ինչի հետ կապված, կլինի ենթակառուցվածքներ, կլինի պտուղ բանջարեղեն, կլինի տարբեր հա ծառայություններ եւ բոլորն են ձգտում այդ թվում Ռուսաստանի Դաշնության նախագահի ես հայտարարություն եմ հիշում, որ իրենք եւս հա ձգտում են մի օր այնտեղ լինել եւ այլն եւ ուզում եմ ասել, որ դրանից մեր քաղաքացին է շահելու, իսկ վերջում ինչ որոշում կկայացվի վեհպետական կառույցի անդամակցության, սա եւս համանadrությամբ քաղաքացիներին է վերապահված ընտրություն կատարել եւ քաղաքացին ինչ կորոշի դա էլ կլինի։ Շնորհակալություն։ Ես ում շնորհակալ։ Հեռանկարում քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն էր։